Հարկելի հայրենագիստներ, գողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վարգաներեն բիդոնանք մեր ուղի եթեր ծառայությունը, պիտի հավաքվենք իրար հետ Տիրոջ խոսքի շուրջ, պիտի գետրոնանանք երկնային բաներու վրա, ուրեմն աշխարհային բաները մեկ կողմ թողած, եկեք գետրոնանանք Տիրոջ խոսքին վրա, պիտի շարունակենք առաջին Հովաննու գլուխը շարունակելու, սերդելու, ամենատեպս ցեզ կգանչենք մի քանի վարգաններեն միացեք մեզ, միասին դերը օրտնենք, պարապանենք, աղոթենք եւ Տիրոջ օրհնությունը վայելենք։ Մի քանի վարգաներեն ուրեմն գվերակտնենք իրար։
խոր հրթական հավիտենականության հայր սքանչելի խոր հրթական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր Փառավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Բարի եկաք, սիրելի քույր եղբայրներ, այս ուղիաթեր ծառայության, որ կսպրվի ինչպես գիտեք Փարիզեն, կհաստիցես, ուր որիկ, որ երգիրը, որ քաղաքը, որ գտնվիկ, որ վիճակի մեջ են, որ արգանցնիկ, ինչ վիճակներով որ արգանցնիկ, այսօր Աստծո խոսքը գուկա քեզ աստարարելու, քեզ շտկելու, քեզ հասկացնելու, որ կյանքը միայն այս բաները չեն, անցողականենք մենք եւ գանցնենք եւ Աստծո խոսքը մեզ գուկա գհիշեցնե մեր հավիտենականությունը, որ այո հավիտյան ենք եւ այդ հավիտենականությունն է որ կպատրաստվենք ամեն օր քիչ ավելի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերկը բռնած իր խոսքին մեջ իր երեսը դեսած իր քայլերով այո մենք կրնանք ապրիլ հավիտենականությունը արդեն այս աշխարհի մեջ եւ մինչեւ հավիտյանս հավիտենից բարի եկաք դերը օրտնեցես Դերը մեկ շաբաթ եւս մեզ բահեց եւ հաստուց այստեղ որ շարունակենք իրար հետ իր խոսքի ընթերցումը իր խոսքը շարունակենք իրար հետ այս հաղորդակցությունը որ ամեն մեկս հասկանանք եւ տեսնանք որ այո ինչպես ասեցի իջ առաջ մեր կյանքը այնքանալ երկար չէ այստեղ ուրեմն գարժե կետրոնանալ նպատակին վրա թե մեր կյանքի նպատակը ուր է մեր կյանքի նպատակը ինչպես է Եվ մենք ինչ ունենք այստեղ այս աշխարհին մեջ, որ Աստուծմե եկավ, մեր ստեղծող են, չմոռնաք, ստեղծված ենք նպատակի համար, ստեղծված ենք իր պատկերով, եւ եթե մենք կմտնենք Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով, հոր Աստծո իշխանության, հովանավորության տակ, վստահ եղեք, որ մեր կյանքը պիտի ունենա իմաստ։ Եվ այդ իմաստով պիտի քայլենք, պիտի չխանգարվենք այս եւ այն հարցերով, այլ այդ երկնային իմաստալից կյանքը Պիտի վարենք այս աշխարհին մեջ։ Իրենը լապարք, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Անոնք որ Facebook-ով են գրնակ դարածել ծեր այս ուղիաթերը ծեր Facebook-ային էջերու վրա, անոնք որ տարբեր գայքերով մեզ գեհդեվին, կանչեցեք ծեր ընկերներ, բարեկամները, կողջունենք Լոս Անջելեսի ICF-ի հաղորդա վայրը, ուր այդտեղ Աստծո խոսքը կարոզվի եւ դիրոջ խոսքը կարոզվի տարբեր լեզուներով եւ հայերենով մեծամասնությամբ այո մենք օրտնենք այդտեղ աշխատողները քույր եղբայրներ եւ Լոս Անջելեսի մեր ունգընտիրները Պարկ մեր դիրոջը Սաղմոս 89 մի քանի համարներ
Բիդի գարտամ, որ գսե, ով դեր դուն զորավոր բազուկ ունիս, ու ցերքդ ուժով է, ու աջ ցերքդ բարձրացած է, արդարությունը եւ իրավունքը քու աթորիտ հիմնեն, ողորմությունն ու ճշմարտությունը քու երեսիդ արջևեն երտամ։ Ավասիկ Սամոս 2 այստեղ շիդակ ծևով կներկայացնե թե ով է մեր Աստվածը։ Եվ Աստվածաբաշխությունն առաջ սիրելի քույր եղբայրներ լավ գլա որ մենք ճանչնանք մեր Աստվածը, հասկանանք ով է մեր Աստվածը։ Եվ Աստծո խոսքը Աստվածաշունչը կգարտանք, մենք կմոտենանք Աստծո ճշմարիտ կերպարին։ Եվ այդպես օթային Աստված չենք պաշտեր։ Մեր գրաբաշխության Աստվածը չենք պաշտեր, մեր շնած Աստվածը չենք պաշտեր, մեր գարձած Աստվածը չենք պաշտեր։ Մեծամասնությունս հայերս կսեն ես Աստվածավախ եմ, ես Աստված կհավատամ եւ այլն, բայց որ Աստծո մասին է խոսքը։ Սուրբ Գիրքը մեզի հստակ կբացատրի թե ով է մեր Աստվածը։ Եվ այդ իր առաջ մենք գանչված ենք խոնարհվելու, որբեսի ճանչնանք եւ այդպես պաշտենք, երգրբակենք եւ հնազանդենք։ Ուրեմն այստեղ կսե արդարությունը իրավունքը քոնն են, ճշմարտությունը ուղղությունը քոնն է, մեկ խոսքով մեր Աստվածը արդարության, ճշմարտության, ուղղության Աստված է։ Մեր Աստվածը մեզ հաջեցնող Աստված չէ։ Մեր Աստվածը արդար Աստված է եւ մենք կանչված ենք այդ Աստծո առջև ձնրացրել, զղջալ մեր մեղքերեն եւ ապաշխարել եւ խոնարհությամբ քայլել իր խոսքին համաձայն, իր անձին, իր սրդին համաձայն։ Երանի համար 15 Երանի այն ժողովրդին, որ կջանչնա ազդարարության փողերուն ցայնը։ Մեկ խոսքով Երանի այն ժողովրդին, որ Աստծո խոսքը գիտե եւ կջանչնա։ Երբ Աստված խոսքը գսե փողերու աստարարության փող հայդե, Աստծո խոսքը։ Երանի այն մարդուն, Երանի այդ ժողովրդին, որ կճանչնա եւ գիտե ինչ Աստծո խոսքը, ինչ կսա Աստծո խոսքը, եւ երբ որ Աստծո խոսքը գուկա, Երանի այն մարդուն, որ այդ խոսքը լսելով գզղճա եւ գփոխվի։ Ով դեր անոնք քու երեսիտ լույսովը պիտի քալեն։ Ով անոնք որ քո աստարարության ցայնը գլսեն եւ գհնազանդին, քո լույսով պիտի քալեն։ Սենե քո օրտությունով, քո առաջնորդությամբ, քո մաքուր եւ ճշմարիտ ցերկով, արդարությամբ պիտի քայլեն այդ մարդիկը, որ քո խոսքը կլսեն։ Քո անունով ամեն օր իրենք պիտի ցնցան եւ քո արդարությունով պիտի բարձրանան կամ բարավորվին։ Այո, այն մարդը, որ Աստծո խոսքը գլսե աստարարության ցայնին ուշադրություն կդե։ Մենք շատ ցայներու ուշադրություն կդենք, սիրելիներ, աշխարհի մեջ ինչ տեսակ ցայներ կան, մեր ընտանեկան, ֆինանսական, առողջապահական, ազգային եւ այլն ցայներ կան եւ մեզ կխանգարեն, բայց Երանի այն մարդուն, որ Աստծո աստարարության ցայնին ուշադրություն կդե։ Այդ մարդը ինքնալ արդարությամբ պիտի քայլի, ցնծությամբ պիտի քայլի եւ փառքով պիտի քայլի։ Ինչու՞։ Քանի որ Աստծո ցայնը գլսե, Աստծո խոսքը գլսե, կփոխվի, կհնազանդի եւ խոսքին համաձայն կքայլի։ Այդ մարդն է օրտնվողը։ Եվ գմախտնեմ որ դու այդ մարդը ըլլաս հիմա։ Գմախտնեմ որ դու այդ մարդը ըլլաս գանտնեցնես աշխարհային այդ ցայները եւ ագանջ տնես Աստծո աստարարության ցայնին։ Եվ այդ աստարարությունը գուկա դերևս քեզ գահանտիման է, դերևս քեզ գուրախացն է, դերևս քեզ կքաչալեր է, բայց Աստծո խոսքը թող կա քեզ փոխելու նպատակով։ Աստված գիտե շիդակ ժամանակին շիդակ բան ասել քեզ։ Երանի այն ժողովրդին, որ կջանչնա աստարարության փողին ցայնը։ Երանի էստուն այսօր եթերի ընթացքին, որ լրջությամբ կլսես եւ պիտի հնազանդիս Տիրոջ խոսքին։ Լրջությամբ պիտի խոնարհիս աստարարության ցայնին առջև։ Երանի ես դու, եթե ոչ թե միան լսող ես, այլ գադարող պիտի լաս։ Երանի ես դու, եթե իսկապես Աստծո խոսքը լսելով կխոնարհեցնես քո սիրտդ, կդառնաս դեպի Աստված եւ գսես Տեր, փոխե իմ կյանքս արդարության, ճշմարտության, ցնծության, ուղղության ճանապարհ թողնա։ Երանելի այն մարդը, որ ցորեկ ու գիշեր Տիրոջ օրենքին վրա կմնացի։ Այո, ինքը դնգված ծարի պես պիտի լա, գսե որ ժամանակին իր պտուղը պիտի դա։ Ինչ բան որն է, պիտի հաճվի։
Ինչու՞։ Քանի որ Տիրոջ աստարարության ցայնով գկալե։ Ինչպես այստեղ գսե, Երանի այն մարդը երեսիկ լույսով պիտի կալեն, պիտի ցնցան եւ արտարության պիտի բարձրանան։ Ահավասիկ հաջողությունը։ Աշխարհային, ֆիզիկական, հոգեբանական, հոգեվոր հաջողություն այս աշխարհի մեջ միայն այն պայմանով, որ Աստծո աստարարության փողին ցայնը գլսես։ Իրենը լապարկ, Աստծո խոսքը սուտ չէ, Աստված ճշմարիտ է, ինչ որ գսե գադարե, քեզի եւ ինձի գինա մենք մեր բաժին անենք։ Հալելույա։ Իրենը լապարկ, գաղութենք դեր այսօր եթերեն տածքին ամեն քույր եղբայր, ամեն հայրենագից որ գլսե, քո սուրբ ոգիով խոսիս իրեն սրդին, որպես ամեն մեկը խոնարհին գավելիով հասկանանք ինչ է քո խոսքը, փոխվինք եւ արտարության ճանապարհին մեջ ցնծությամբ եւ փառքով քայլենք իբադիվ միայն քեզ երրորդության Աստված հալելույա ամեն ամեն եւ ամեն Փառք մեր Տիրոջը եկեք այս պարապանության երկրպագության երկեն հետո միասին շարունակենք առաջին Կիրք առ Հովաննու երկրորդ գլուխ առաջին 17 համարները պիտի սերդենք իրար հետ ուրեմն այս պարապանության երկին հետ Տունալ աղոթե, տունալ երկե, տունալ պարապանե և բադրաստվին իրոջ խոսքը լսելու։ Սպասում եմ քեզ, արիով իմ Տեր, Երկում եմ քեզ, ով սանա իմ Տեր, ալելույա, ով սանա, փրկչին Սիոնի, ով Երկիր աշխարհ փրկչին ով սանա ալելույա ով կա եւ որ գալու է ալելույա ով Փրկչին Սիոնի, ով սանա, ալելույա, ալելույա, ով Փրկչին Սիոնի, ով սանա, ալելույա, ալելույա, Ամեն, ամեն և ամեն Սիոնին ով սաննաներ, օրդություններ, այն մեր Տիրոջը, որ գթակավոր է այսօր հոր աչքով նստած, այո մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին լապարկ, միշտ և հավիդյան, ամեն։ Քույր եղբայրներ, ահավասիկ կշարունակենք առաջին Թուղթ Հովաննու գլուխ 2, գեղեցիկ գլուխներ, գեղեցիկ խոսքեր, համարներ,
որ մեզ կսորվեցնեն ճշմարիտ ուղղությունը։ Գիտեք, սիրելի քույր եղբայրներ, մենք իբր հավատացյալներ, եկեղեցի աջախողներ, պատասխանատուներ, հովիվներ եւ այլն, մենք մեր հոգեվոր կյանքը կարծեք այսպես սիստեմի մեջ դրածենք եւ կգարձենք, որ այդպես պետք է լա։ Վարժություն են եկած, դաստիարակություն են եկած, նայած ով ինչ եկեղեցի գերտա, ինչ եկեղեցի դաստիարակություն կամ վարժություն կամ ավանդություն ունի։ Բայց երբ որ գնայինք իսկապես Աստծո խոսքը սերդելով, կտեսնենք, որ Աստծո խոսքը շեշտը տարբեր դեղ գտնե, քան թե շատ անգամ մենք։ Եվ անորոշ շատ կարևոր է Տիրոջ խոսքը սերդելը այս հարցումը հարցնելով, թե ով է ճշմարիտ հավատացյալը, ինչպես պետք է ապրի ճշմարիտ հավատացյալը, ինչ պետք է ընե, ինչ պետք է չընե, ինչ կսե սուրբ Գիրքը մեր պաշտամունքներուն համար, ինչ կսե սուրբ Գիրքը մեր փառապանության ծառայություններուն համար, ինչ կսե սուրբ Գիրքը, երբ կհավաքվենք օրինակի համար եկեղեցական աղոթքի, ինչ կսե սուրբ Գիրքը մեր անհատական աղոթքին։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք եւ գիտեմ, որ շատերը տարբեր եկեղեցիներ գերտանք եւ այդ եկեղեցիներու մեջ սովորություններ կան, երբեմն գսենք ավելի լավ գլա, քիչ ավելի սուրբ Գիրքի մոդենա այդ սովորությունները։ Բայց շատ անգամ երբ որ խոսենք այսպես պատասխանատուներու հետ, շատեր գսեն ինչ ենք, այսպես վարժված ենք։ Մեր եկեղեցին օրինակհամար այսպես է։ Տարբեր եկեղեցիներ ունին իրենց ներքին ավանդությունները եւ երբեմն այդ ավանդությունները եւ այն սովորությունները արգելք են, որ հավատացյալը ավելի զարգանա իր հոգեվոր ճշմարիտ գոչումին մեջ։ Երբեմն եկեղեցին ինքը իր ավանդություններով շրջապատած հավատացյալին գշրջապագե, որ հավատացյալը ավելի չզարգանա այս աստվածաշնչյան խոսքին համաձայն։ Անորոշ ամեն մեկս եւ նույնիսկ երբ մենք ալ այդպես ենք մեր անձերուն հետ կապված։ Շատ անգամ մենք սովորություններ ունենք, մեր աղոթքի կյանքը, սուրբ Գիրք կարդալու կյանքը եւ այսպես վարժված ենք։ Եվ չենք ուզեր մտածել, թե արդյոք գրնանք բարելավել, արդյոք գրնանք ավելի լավ խորանալ Աստծո խոսքին մեջ եւ ապրել ինչպես Աստծո խոսքը մեզ գսորվեցնե եւ մանավանդ շեշտ տնենք այնտեղ, ուր Աստծո խոսքը շեշտը գտնե հավատացյալին համար։ Այսպես հարցումներ են, որ անդադար մենք պետք է մենք մեզի դանք, սիրելիներ։ Ուրեմն թուղթ առ Հովանու երկրորդ գլուխ։ Հովանեսը կգրե որդյակներս, այս բաները ցեզի կգրեմ, որբեսի մեղք չկործեք, եւ եթե մեկը մեղք կործելու լա, հորքով բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս արդարը։ Նախ Հովանես կսե որդյակներս։ Դեստեք Հովանեսի սիրտը իր այդ անձերուն, որոնք նամակը գկրե։ Արդյոք կջանչնար կամ չեն ջանչնար, շատ վստահ չենք։ Քանի որ ինչպես անցյալ անգամսիկ մեկ եկեղեցի չէ որ գկրե, այլ ընդհանուր եկեղեցիներում։ Շատերուն կջանչնա տարբեր երկիրներ են, այն ժամանակվա քաղաքներ են։ Բայց իր սիրտը որդյակներ։ Եվ այստեղ որդյակներ բարի մեջ կա իր սիրտը։ Իր սիրող, հովվական, եղբայրական, հայրական սիրտը։ Երբ կգրա այս նամակը։ Ուրեմն գսե այս բաները կգրեմ ցեզի, որովհետեւ մեղք չկործեք։ Ուրեմն մենք պիտի տեսնանք առաջին Հովանուի մեջ երկու տեսակ մեղք։ Մեղք, որ այն անձը, որ այդ մեղքը կկործե, փրկություն չկա իր համար։ Այդ մեղքը ո՞րն է։ Հիսուս Քրիստոսը մերժելը։ Հիսուս Քրիստոսին չնվիրվելը։ Հիսուս Քրիստոսին չհանձնվելը։ Հիսուս Քրիստոսի իբր դեր փրկիչ Աստված չընդունելը։ Ուրեմն այս բոլորը մեղքն է, որ եթե դու փրկիչը չընդունես, դու փրկություն չկա քեզ։ Փրկողը Հիսուսն է։ Փրկիչը չընդունես, փրկող չկա։ Երկրորդ մեղքը գա, այդ մեղքը որուն համար են, այդ մեղքը որու մասին գխոսի Հովանես, վերստին ծնված հավատացյալը, որ ընդունած է Հիսուս Քրիստոսի իր
ինքնության մեղքերեն, թժողքի ջամփային դուրս եկած հավիտենական ջամփուն մեջ կքայլե եւ իր ընթացքին մեջ մեղքեր կկործե։ Մեղքերը սել է անհնազանդություններ, դգարություններ, անգումներ։ Եվ այդ մեղքերուն համար մենք բարեխոս ունենք Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն եթե Տեր Հիսուս Քրիստոս մեր բրգիչը եւ մեր Տերը չէ, ինք չի կրնար բարեխոսել մեզ համար։ Եվ եթե Տեր Հիսուս Քրիստոս չբարեխոսե մեզ համար, մենք ներում չունենք։ Ուրեմն Հիսուս Քրիստոս ինք կսե համար երկու, մեր մեղքերուն կավություն է եւ ոչ միայն մերիներուն, հաբա բոլոր աշխարհին։ Հիսուս կավություն եղավ։ Ուրեմն Հիսուս եղավ այդ կառնուկը, որ մտավ զոհասեղան եւ մորթվեցավ հանդարտեցնելու համար Աստծո փարգությունը մեղքին դիմաց։ Հիսուս կավիչ կառնուկը եղավ։ Իր արյունովը մեզ բրգեց։ Ուրեմն եթե այս Հիսուսին չհնազանդիմ, չվստահիմ, չհանձնվիմ, ինք չփրկեր ինձ։ Իսկ եթե ինք չփրկեց եւ իմ մեղքերուց կավություն չդվավ, իմ փրկիչը չէ։ Եթե իմ փրկիչը չէ, իմ այս աշխարհի ընթացիկ մեղքերուն ալ չի գտնար ներել։ Ուրեմն նախկա փրկությունը, թե Հիսուս Քրիստոսի հավատալով է, Հիսուսի հանձնվելով, Հիսուսի նվիրվելով, Հիսուսի ծառայելով, այս փրկությունն է, որ Տերը կդառնա մեր Տերը։ Սուրբ ոգին գուկա եւ մեզ կդարձնի իր որդին։ Ամեն։ Բայց անգեհեդու գանտած սրբակորձության, մակրակորձության, որ մենք ամեն օր քիչ ավելի պիտի նմանենք Տեր Հիսուս Քրիստոսի մակիչը գարտանք։ Ուրեմն այդ ընթացքին մեջ, ինչպես Հիսուս ուզեց լվալ Պետրոսին, եւ Պետրոսով ինձ վերեն վար լվա։ Հիսուսը ասավ չէ, դուք արդեն լվացված եք, դուք արդեն մաքրված եք, բայց քո ոտքերդ լվալու պետք ունին։ Այդ արումով որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի արյունով արդեն եթե աբաշխարած վերստին ծնունդ ունիս եւ Սուրբ ոգի բդուղները գերևնակո մեջ, շեշտը գտնեմ այստեղ, շատեր կգարձեն թե իրենք վերստին ծնված են սիրելիներ։ Ես կսեմ ոչ եւ ոչ, մինչեւ բդուղը չգա։ Սուրբ ոգի բդուղը եթե չգա, վերստին ծնունդ չգա։ Ինչու։ Սուրբ ոգին կմտնի մեր մեջ, գուկա մեր մեջ, կդեղավորվի մեր մեջ եւ կսկսի մեր մեջ Աստվածայինը դուրս տալ։ Ուրեմն եթե մենք Աստվածայինը չենք տեսներ, ասել է Սուրբ ոգի չգա։ Իսկ եթե Սուրբ ոգի չգա, փրկություն չգա, վերստին ծնունդ չգա։ Ուրեմն Սուրբ ոգին երբ գուկա եւ վերստին ծնունդ կդա մարդուն, այդ մարդը Սուրբ ոգի բդուղներով եւ բարգեւներով կսկսի քայլել։ Քայլեր իր այս ջամփան, իր կյանքը։ Եվ կյանքի ընթացքին, քանի որ մեղավոր աշխարհի մեջ է եւ քանի որ իր ինքնությունը, փնությունը մեղքի փնություն է, մեղքի մեջ պիտի մտնի։ Եվ այն ժամանակ կսե Հովանես կսե սեզի կրեմ շատ բաներ որ մեղ չկործե գսել է որ Աստծո խոսքը մեզ պիտի օգնե որ մենք մեղ չկործենք։ Կկրեմ սեզի այս բաները որբեսի մեղ չկործենք։ Այն մարդը որ Աստծո խոսքեն դեղյակ չէ, այդ մարդը չգիտեր իր մեղքը ինչ է։ Եվ շատեր մեղ կկործեն եւ չեն ընդունիր որ մեղքի, քանի որ սուրբ գիրքեն դեղյակ չեն եւ չեն գիտեր որ սուրբ գիրքը գսե այդ ըրածդ կամ այդ խոսածդ կամ այդ մտածածդ մեղք է։ Ուրեմն Հովանես կգրե որբեսի մարդ մեղ չկործե։ Իսկ եթե գսե մեղ կործելու ըլլանք, ասել է որ ինգանք մեր դգարության պատճառով, անհնազանդության պատճառով ինգանք, շատ լավ։ Եթե ինգանք ունին Տեր Հիսուս Քրիստոսը չմոռնաս որ հոր Աստուծո աջ կողմը նստած գպարեխոս է։ Այստեղ գեղեցիկ խոսք է բարեխոս։ Բարեխոսը միայն այն անձն է որ հորը կովն է։ Եթե մեկը հորը կով չէ, չգրնար բարեխոսել քեզ համար։ Անորամար ոչ սուրբերը բարեխոսեն, ոչ ալ մարդ արարածը բարեխոս է, քանի որ բոլորը մեղավոր են, միայն Հիսուսն է, որ անմեղ եկավ, անմեղ գնաց, հորը աջ կողմը նստավ եւ գսա այստեղ հորը կով բարեխոս ունենք։ Մեզ համար ինչ մեծ քաչալերություն է, գիտնալով որ այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսը հորը կով
կպարեխոսե իմ տգար վիճակիս համար, որբեսի այդ տգար վիճակեն դուրս գալով քայլեմ արդարության ճամփուն մեջ։ Ինք եղավ կավության նոխազ, ինք եղավ այդ կարնուգը, որ զոհվեցավ իմ համար, իմ մեղքերու համար, իմ մեղքերու վճիրը իր վրա ինգավ, անեծքը իր վրա ինգավ։ Եվ այն Հիսուսը հորքով այսօր կպարեխոսե իմ համար, քանի որ ես իրեն ընդունած եմ իբր իմ Տերս, իմ Փրկիչս, քանի որ ինք ինձ դարձուց իր զավակը, ան որ գսե ընդունեց զինք Աստված իշխանություն տվավ Աստծո զավակներ գոչելու։ Այո, Հիսուս ինք դարձավ իմ Տեր եւ Փրկիչը, եւ ես իրմով Աստծո զավակ եղա, եւ հիմա ինք հորքով կփարեխոսե իմ համար, երբ ես այս աշխարհի դժվարություններուն մեջ գինամ, եւ գամ չեմ գրնար հնազանդիլ պատվիրանքներուն, եւ գամ չեմ գրնար քայլել Աստծո խոսքին համաձայն, Տեր Հիսուս Քրիստոս մերավ մեր համար։ Անիգա մեր մեղքերուն կավություն է, ոչ միայն մերիններուն, հաբա բոլոր աշխարհին։ Եվ որ գսե բոլոր աշխարհին, ասել չէ բոլոր մարդկանց։ Քանի որ մեզի կավությունը լալու համար մենք պիտի հավատանք։ Հովանես Ավետարանին մեջ այս անգամ առաջին գլխուն 29-րդ համարը Հիսուսի համար գսե ահա վասիկ Աստծո կարը, որ կվերցնե բոլոր աշխարհի մեղքերը։ Ասել է որ Հիսուս մերավ բոլորին համար, բոլոր աշխարհի մեղքերը վերացնելու համար, բայց քու եւ իմ մեղքերը ներվելու համար ես եւ դու պետք ունենք գալու, խոստովանելու, զղջալու, ապաշխարելու, ծունկցրելու եւ ընդունելու Հիսուսին իբր մեր թագավորը, մեր Տերը, մեր Փրկիչը։ Այն ժամանակ այո բոլորին համար է։ Անորմար Ավետարանը կկարոզենք սիրելիներ, Աստված կսիրե քեզ, բայց նաև Աստված արդար Աստված է։ Պետք ունիս դու ներվելու։ Եթե չես ներված, Հիսուս Քրիստոս միակ ճանապարհն է։ Հացնվիր Տիրոջը, նվիրվիր Տիրոջը, ընդունիր, որ ինք մերավ, ինք պատժվեցավ քեզի համար։ Եթե իրեն չընդունիս, դու պիտի պատժվիս, եւ քու պատիժը պիտի լա Հավիդյանս Հավիդենից։ Անորմար ընդունիր իր պատիժը, որ ինք կերավ քեզի համար այդ պատիժը, եւ շնորհակալ եղիր այդ Հիսուսին, եւ քայլե իր խոսքին համաձայն, ցերկը բռնե, որ քեզ դանի միջև հավիդենականություն։ Այո, այս կկարոզենք։ Բոլոր աշխարհին, բոլորին, անկասկած, որ գրոնքին ալ գբատկանի, որ թավանության ալ գբատկանի, քրիստոնյա ասելով մենք չազատեցանք սիրելիներ, ինչպես հայերս կգարձենք, որ մենք քրիստոնյա ենք խաչ հանելով, երկու հատ հայրեր ասելով, երեք հատ եկեղեցի երթալով, ինչ գիտնամ դարբեր եկեղեցիներու մեջ, մարդիկ կգարձեն իրենք հավատացյալ են։ Ոչ։ Հավատացյալ գլաս, երբ կզղջաս քո մեղքերուդ վրա, երբ կուլաս քո մեղքերուդ վրա եւ գտնունիս Հիսուսը իբր քո թագավորը եւ քո վրա դիրություն ունեցողը։ Անորամար գսենք դեր, ասել է իմ վրա դիրություն ունի, ինք կհրամայե, ես կհնազանդիմ։ Եվ այդպես կքայլենք իրմով։ Սուրբ Հոգի օգնությամբ սրբակորձութենե ավելի առաջ կերտանք, ամեն օր ավելին, որբեսի Տեր Հիսուս Քրիստոսի օրդությունները վայելենք։ Ամեն։ Հիմա համար 3։ Եթե անոր պատվիրանքները բահենք, այն ադեն գգիտնանք, թե զանիգա կջանչնանք։ Ինչ եղավ այստեղ։ Աստված ջանչնալը գաբունի իր պատվիրանքները բահել են։ Եթե կբահենք պատվիրանքները, Աստվածաշունչը, եթե կսորվենք, կսերդենք եւ իբր հնազանդություն կքայլենք այս խոսքին, ասել է թե մենք կջանչնանք Աստված։ Ան որ գսե թե ես զանիգա ջանցծա ու անոր պատվիրանքները չի բահեր, սդախոս է, անոր մեջ ճշմարտություն չկա։ Ան որ գսե ես կջանչնամ, ես կհավատամ, ինչ որ այսօր շատերը, ես կջանչնամ, ես կհավատամ, ես հավատացյալ եմ, բայց իր պատվիրանքներուն չենք հնազանդիր, մենք սդախոս ենք։ Սդախոս ենք եւ ճշմարտություն չկա մեր մեջ։ Այսօր առավոտ անոնք որ մեր դարբեր մեր ճշմարտության խոսքի դարբեր ծառայություններու մասնագից են,
Այսօր առավոտ նկար մղրգեցի, ուր հազարավոր մարդիկ մեկ կողմ գերտան եւ մի քանի մարդիկ ուրիշ կողմ գերտան։ Հազարավոր մարդիկ կսեն մենք Աստված կհավատանք, այնքան մարդ կվազեն։ Բայց շատ քիչ մարդիկ կսեն մենք կհնազանդենք Աստծո։ Այսօր մեր ողբերգությունը այս է։ Շատեր կսեն թե կհավատան, բայց քիչեր կհնազանդին։ Այս խոսքը հստակ մեզ գսե, անոր գսե ես կճանչնամ, բայց պատվիրանքները չի բահեր։ Չի հնազանդիր։ Այդ մարդը իր հավատքի իմաստ չունի։ Ինչի կհավատաս, եթե չես հնազանդիր։ Ուր է քո հավատքի բդուը, եթե չես հնազանդիր։ Ինչս է հավատալ։ Հավատալը սել է որ Աստված գա, օքեյ, բայց Աստված գա, դևերն ալ գիտեմ որ Աստված գա, սատանան ալ գիտեմ որ Աստված գա։ Անհավատներն ալ գիտեմ որ Աստված գա։ Հավատալ ինչս է։ Սել է հանձնվել այն խոսքին, որ Տերը կհայտնե մեզ իր խոսքին մեջ։ Հասկանալ, նվիրվել, յուրացնել եւ հնազանդել։ Անոր գսե որ ես կճանչնամ Աստված եւ չի հնազանդիր Աստծո խոսքին, պատվիրանքներուն։ Աստված գսե դու ստախոս ես եւ շատ լավ գիտենք հայտնության քիրքը մեզ գսե ստախոսները պիտի չի մտնեն երկնքի թակավորության մեջ։ Խոսքով բրգված չեն այդ մարդիկը, միան ըսողները որ մենք հավատացյալ ենք բրգված չեն։ Սիրելի քուր եղբայրներ, չեր 4 կողմինենոտ լավ խոյցեք, կացեք լավ աշակերտություն ունեք, կացեք մարդկանց ասեք, եթե չես հնազանդիր, դուն բրգված չես։ Իրեն սորվեցուցեք Աստծո խոսքին հնազանդիլը, սորվեցուցեք Աստծո խոսքին համարները, պատվիրանքները, եւ ասեք որ պիտի հնազանդիս։ Հնազանդելու համար Տիրոջ առաջարի եւ խնդրե իր օգնությունը, որովհետեւ Սուրբ Օքին լեցնեք ես։ Այդ զորությունը դա որ դու հնազանդիս։ Սիրելի քուր եղբայրներ, հավատացյալներ շատ կան, հնազանդողներ քիչ կան։ Անոր համար գսե Սուրբ Գիրքը գանչվածները շատ, ընդրվածները քիչ։ Անոր համար երկի գնացողները շատ քիչ պիտի լան, քան թե գարդե հավատացյալը սածները։ Ուրեմն լուրջ լանգ այս հարցին մեջ։ Քո պատվիրանք բահելեն գերևնա քո Աստված ճանչնալդ կամ չճանչնալդ։ Այս վերջերս կկարոզեմ խոսքը Get TV-ին գնացեք կամ YouTube-ով կացեք եւ տեսեք կարոզներուն նյութը այս է։ Քո դրսևորումներով բիդերնա քո հավատքի չափը։ Դու որ կհավատաս քո սրտիդ մեջ իբր թե կհավատաս եւ այլն, այդ քո գիտնալիքը դե։ Անորոմար սիրելիս դու հստակ եղիր այս կետին մեջ։ Դու սորվիր դես թե ինչ կսե Սուրբ Գիրքը եւ դիր ցանկդ այդ ուղղության մեջ։ Հալելույա։ Ուրեմն, եթե անոր պատվիրանքները կբահենք, այն ադեն կգիտնանք թե զանիգա կճանչնանք։ Իսկ անոր այստեղ գարցես խնդիր գա, հիմա կշտկենք։ Իսկ անոր գսե ես զանիգա ջանցը ու անոր պատվիրանքները չի բահեր։ Սդախոս է ու անոր մեջ ճշմարտություն չկա։ Շատ բարձ, հստակ, լուրջ խոսք մեզի, որ եթե մենք իր մեջը չենք, ուրեմն մենք ինչպես կսե, եթե իր խոսքին մեջը չենք, ասել է որ մենք սիրելիներ ունենք դեղեր փոխելիք։ Անորոմար կացեք սիրելի քուր եղբայրներ ժողովրդին ասեք, մարդկանց ասեք, հնազանդիր խոսքին։ Եգուր սորվեցնեմ քեզ խոսքը։ Քուր եղբայրներ կանիներդ ունիկ մարդիկ ձեր 4 կողմերը, որոնք պետք ունին Աստծո խոսքը գիտնալ եւ պետք ունին հնազանդիլ, քեզի եւ ինձի գինա մարդկանց առաջարկել հնազանդությունը։ Քանի որ եթե դու չհնազանդես պատվիրանքներուն, դու սդախոս ես ճշմարտություն չկա եւ դու Աստված չես ճանչնար։ Եվ ան որ Աստված չի ճանչնար եւ ճշմարտություն չունի եւ սդախոս է, պիտի դժոխք երթա։ Հավիդյանս հավեդյանից գորուստի։ Շատ բարձ։ Բայց անոր խոսքը գբահե, այցեք, լեստեք ես երկու անգամ պատվիրանք բահել, պատվիրանք չբահել, պատվիրանք բահել, անոր անոր խոսքը գբահե, իրավցնե անոր մեջ գադարյալ է։ Աստծո սերը եւ ադով կճանչնանք, թե անոնք անոր մեջն ենք։ Երբ Աստծո խոսքը գբահենք, երբ Աստծո խոսքին կարևորություն կտանք, Աստծո սերը մեր մեջ լեցնելու կսկսի։ Աստծո սերը լեցվելու կսկսի եւ անորմով մենք կհասկանանք գադարելության ճամփան։ Քուր եղբայրներ ինչ կապ ունի այս ինչպես Հիսուս ինքը գսե Հովաննոսի մեջ։ Եթե մեկը իմ պատվիրանքս կբահե, ես եւ հայրը կուքանք իր մեջ եւ կփնակենք։
Ան է որ ինձ զիս կսիրե, ան որ իմ բադվիրանքներս կբահե։ Բադվիրանք կաբել, բահել եւ Աստված սիրել իրար հետ կապ ունի։ Եվ այդտեղեն Աստվածաբաշխությունը մեջտեղ գուկա։ Ուրեմն նախ դու քեզ լսեիմ սիրելիս։ Գա մեգում հանդեպ խնդիր ունիս։ Գա գեդմը որ մեղքի մեջ ես եւ չես հնազանդիր։ Գա պամը որ Աստծո խոսքեն լուր ունիս եւ դեռ չես հանձնվիր այդ խոսքին։ Սիրելիս, ներողություն խնդրե Տիրոջը եւ բադվիրանքը բահե։ Բադվիրանքները բահե։ Հիմա պիտի խոսի այստեղ, թե որ բադվիրանքը մեծ է, բայց այստեղ կարևոր է, որ մենք հասկանանք Աստված ճանչնալ, Աստված սիրել, հետ կապ ունի բադվիրանքներ բահել, հնազանդ լալ։ Անորմա սուբ գիրքը պետք ունիս գքրեմ ցեզ այս բաները գսե որ մեղ չկործեք։ Սուբ գիրքին պետք ունիս, Աստծո խոսքը պետք ունիս, սերդել պետք ունիս, սորվիլ պետք ունիս։ Ես ծառայության մեջ նոր ծառայության շեմին գմտածենք ուղություններ, թե իսկապես այսօր գբաքսի քրիստոնյա ժողովրդին աշխարհի 4 կողմը աշակերտ ըլլալու այդ հոգեբանությունը։ Հավատացյալ ենք կսեմ մեջ ենք անցնենք։ Եվ սկսած ենք արդեն դարբեր դեղեր աշակերտության սեմինարներ սկսել։ Որ մարդը հասկանա, որ ինքը եկեղեցական չէ, ինքը հավատացյալ չէ, ինքը նախ աշակերտ է Հիսուս Քրիստոսի։ Եվ Հիսուս Քրիստոսի աշակերտը այո հավատացյալն է, այո եկեղեցականն է, այո ծառայություններ ունի, բայց նախ ինք աշակերտ է։ Կարևոր բան ունի, բադվիրանք բահել, սորվիլ բադվիրանք բահել։ Այդպես է որ Աստված կճանչնաս, այդպես է որ իր սերը քո մեջ կատարյալ գլա, եւ այդպես է որ գսե անոր գսե թե անոր մեջ կփնագի այնպես պետք է կալե ինչպես անիգա կալեց։ Եվ 4-րդ գլխում մեջ գսե ինչպես անիգա կալեց այս աշխարհի մեջ։ Անոր գսե անոր ներողություն, անոր գսե թե անոր մեջ կփնագի, ասել է Աստծո մեջ կփնագի։ Անոր գսե թե ինք հավատացյալ է, ինք վերստին ծնունդ ունի։ Սուրբ ոգին իր մեջն է։ Այս խոսքերեն, որ այսօր շատ մը եկեղեցիներ շեշտը գտնեն Սուրբ ոգի մագարտություն, Սուրբ ոգի լեցնություն, Սուրբ ոգի մեջ, օքեյ, դեր օրտնի համաձայն եմ։ Բայց եթե դու գսես, որ դու վերստին ծնված հավատացյալ ես, անոր մեջ պիտի բնագիս։ Անոր մեջ բնագելու համար պիտի հնազանդես իր խոսքին վերջ։ Գլուխդ մի օգնեցներ, աջ ցախ հնազանդիր։ Եվ որչափ կհնազանդես, անչափ իր սերը քո մեջ կդարյալ գլա։ Որչափ իր մեջ քո սերը իր սերը ներողություն քո մեջ կդարյալ գլա, այնքան քո զորությունը կմեծնա։ Եվ ավելի բադվիրանք մահելու կսկսես։ Եվ այս շղթայագաբ է, որչափ մահես, անչափ կլեցվես, որչափ լեցվես, անչափ կսիրես, որչափ կսիրես, անչափ կմահես, որչափ կմահես, անչափ կսիրես, եւ Աստված կդարյալ գլա քո մեջ։ Նայեցեք այստեղ գքրեմ ցեզի, որ մեղ չկործեք։ Մեղ չկործելու համար բադվիրանք կբայեցեք։ Հնազանդեցեք Աստծո խոսքին։ Ամեն։ Երրորդն է։ Անոր գսե թե անոր մեջ կփնագի այնպես պետք է քալե, ինչպես անիգա քալեց։ Անիգա ով? Հիսուս։ Ուր քալեց? Այստեղ։ Հիսուս ինչպես էր? Հիսուսի պես էր։ Գսեք հիմա չեմ կրնար, մենք չենք կրնար, Հիսուս Աստված է, մենք չէ, բայց Հիսուս մարդ եղավ, որ տուն եւ ես վարժեցնե մեզ մարդկությունից ապրիլ այս աշխարհին մեջ իր մեզ։ Այնպես պետք է քալե, ինչպես անիգա քալեց։ Եթե գարելիություն չգար, եթե հնարավոր չէր Հիսուսի պես քայլելը, չէր քրվեր այստեղ։ Եվ որ գսե բադվիրանքները բահեցեք, ասել է Հիսուսի պես եղեք։ Նայեցեք Հիսուս ինչ սորվեցուց մեզի։ Հիսուսի սորվեցուցեզը կացեք նախ դուք սորվեցեք, ապրեցեք եւ փոխանցեցեք ուրիշներուն։ Հիսուսի վերջին խոսքը ինչ է, կացեք ամբողջ աշխարհը սորվեցուցեք։ Կարոզեցեք ավետարանը, մգրդեցեք հոր, անուն հոր եւ որդու սրբո, այո, բայց սորվեցուցեք, ինչ որ ես ցես սորվեցուցեմ։ Ուրեմն սորվեցնելն է։ Եվ ինչ որ դու գսորվիս, այդպես պիտի քայլես։ Այս է որ մենք ինչպես եմ շատ հիաստապություններ գաբրինք, շատ հուսախապություններ գաբրինք հավատացյալներու, չագերդյալ հավատացյալներու կողմէ, որոնք կսեն մենք հավատացյալ ենք, մենք գիտենք, մենք ասենք, մենք անենք, բայց որ ինձ աբրածը կտեսնենք
իրենց խոսածը գտեսնենք, իրենց փամփասանքները գտեսնենք, եւ որ իրենց ըսածները գլսենք այստեղ են այնտեղ են, շատ կներես Հիսուսի պես չեն քայլեր այդ մարդիկը։ Եվ եթե Հիսուսի պես չեն քայլեր, ուրեմն այդ մարդկանց մեջ Աստված կատարյալ չէ։ Շատ բարձ։ Եվ այդ մարդիկ այո գսեն թե մենք Հիսուսը գճանչնանք, բայց չեն բահերադոր խոսքերը, այդ մարդիկ բարձրապես սդախոս են։ Եվ այսօր լեցուն ամենտեղ խոսածներում մի նայր, կորձերուն նայր։ Աղոթքներում մի նայր, կորձերուն նայր։ 30 տարվա փորձառություն ունիմ այս ծառայության մեջ եւ ես ցես գրնամ հայրավոր անուններ դալ։ Այդ մարդկանց, որոնց ես շփված եմ, որոնք խոսքով գեղեցիկ հավատքի խոսքեր, բայց կորձով, արարքներով, հարաբերության մեջ ինչպես Հիսուս քայլեց այդպես չեն։ Ուրեմն ապաշխարելու պետք ունին, քանի որ իրենք գսեն թե ես ջանցա, բայց իր բադվիրանքները չեն բա, իրենք սդախոս են։ Եվ պետք է սկսին գալ Տիրոջ առջև եւ դերևս վերստին ծնվեն, դերևս վերստին ծնվածալ չեն։ Իրենք կգարձեն թե վերստին ծնված են։ Երբեմն բաներ մը գսկան շատեր, բաներ մը գսկան իրենց մեջ եւ գսեն այս Սուրբ Օքին է։ Ժողովուրդ ուշադիր եղեք, հայոյենք Սուրբ Օքին։ Շատ անգամ Սուրբ Օքին է գսենք, բայց Սուրբ Օքին չէ, մեր զգացումներն են, մեր գարձածներն են, մեր գարձիկներն են։ Ուշադիր եղեք ինչ կսեք։ Ուշադիր եղեք։ Խոսքը այստեղ մեզ գսորվեցնե Հիսուս, սորվիր Հիսուսը, ապրիր Հիսուսը, իր նման բավարար է Սուրբ Օքին այդտեղ է։ Հալելույա։ Համար 7 Եղբայրներ, ոչ թե նոր բադվիրանք գքրեմ ցեզի, հաբա այն հին բադվիրանքը, որ սկիզբեն ունեինք։ Հին բադվիրանքը այն խոսն է, որ դուք սկիզբեն լսեցիք։ Որ բադվիրանքը։ Որ բադվիրանքի մասին կխոսի։ Որ հին են գար, եւ գսե, ես այդ նոր բադվիրանք, այդ հին բադվիրանքը չէ, որ ցեզի նոր բան մը գսեմ, հինը գսեմ ցեզի։ Որն է հինը։ Ղևտացվոցի մեջ եւ քիչ հետո որ պիտի գարտանք եւ մնացած գլուխներում մեջ որ պիտի գարտանք եւ այստեղ քիչ հետո ալ պիտի ասե այստեղ Հովաննեսը սիրել քու եղբայրդ այսին բադվիրանք է նոր բադվիրանք չէ Ղևտացվոցի մեջ գսե սիրեք քու ընկերդ քու անցիդ պես եւ Հիսուս ալսավ սիրեք քու ընկերդ քու անցիդ պես ուրեմն հին բադվիրանք չէ որ գսե ցեզ գուդամ Հին բադվիրանքը այն խոսն է, որ դուք սկիզբեն լսեցիք, դարձյալ նոր բադվիրանք մը գքրեմ ցեզի, որ ճշմարիտ անոր մեջ ու ցեր մեջ, վասնզի խավարը գանցնի ճշմարիտ լույսը արդեն գերևնա, ահավասիկ նոր բադվիրանքը, ան որ գսե թե լույսի մեջ է ու իր եղբայրը գադե, անիգա դագավին խավարի մեջ է, ան որ իր եղբայրը գսիրե, լույսի մեջ կփնագի, ահավասիկ նոր բադվիրանքը։ Հին բադվիրանքը այդ է, որ սիրեք ու ընկերդ։ Նոր բադվիրանքը գսե սիրեցեք իրար ինչպես ես ցեզ սիրեցի։ Եվ այն Սուրբ Օքին տվավ մեզ, Հռոմայացիս 5-րդ գլխուն 5-րդ համարը, Սուրբ Օքին տվավ, որ Աստվածային սերը մեր մեջ լեցնի։ Ուրեմն ոչ մեկ պատճառաբանություն չունիս չի սիրելու։ Հինը ասավ քեզ սիրե, նորը գսե քեզ ինչպես պիտի սիրես։ Սուրբ Օքիով լեցված եւ նորը քեզ գսե իրավունք չունիս չսիրելու, քանի որ կարողություն ունիս հիմա սիրելու, ինչու քանի որ Սուրբ Օքին մտավ քո մեջ։ Հին ադեն Սուրբ Օքին չմտավ մարդկանց մեջ իրենց սիրելու զորությունը տալու, բայց նոր օրենքին մեջ, նոր ուխտին մեջ Սուրբ Օքին եկավ, որբեսի մեր սերը, ինչպես վերգարտացինք, գադարյալ ընե Աստծո մեջ, եւ այն սերը, որ Աստված մեզ տվավ, այն սերը կարողանանք փոխանցել մեր ընկերին, մեր չորս կողմինին, մեր եղբորը, մեր քրոջը, հալելույա։ Այս նոր պատվիրանքն է, որ ոչ թե սիրե գսե, այլ գսե իրավունք չունիս չսիրելու։ Կարողություն ունիս դու սիրելու։ Մանավանդ այդ մարդիկ որ գսեն չեմ գրնար սիրել այս մարդը, դու խնդիր ունիս։ Սուրբ Օքին խնդիր ունիս, Սուրբ Օքին դեղ չես տար։ Ան որ գսե թե լույսի մեջ է ու եղբայրը գադե, անի դագավին խավարի մեջ է։ Խավարը անցավ, լույսը եկավ գսե։ Խավարի մեջ մենք չէինք գիտեր ինչպես պիտի սիրեինք։ Մենք հրաման ունեինք, որ պետք է սիրենք։ Այդիկա, բայց զորությունը չունեինք։ Լույսը եկավ, Քրիստոս եկավ։ Մեզ
Քաշեց դեպի իրեն իր զավակները հրավ եւ իր հոգին մեր մեջ ղրգեց, որովհետեւ մենք լույսի զավակները լանք, ասել է, հիմա մենք գիտենք ինչ պիտի անենք։ Ուրեմն առաջնագարկ բանը դու գիտես ինչ պիտի անես։ Սիրես քո եղբայրդ քույրդ։ Այս է որ քիչ առաջ կսեի, այս սերդողության սկիզբը շատերս շատ բաներ ժամանակ կգործընծնենք երկրորդական բաներով, ավանդություններով, գործունեություններով, բայց այստեղ գսեմ մեկ կարևոր բան, բադվիրանքը բահ է։ Ո՞րն է բադվիրանքը։ Սիրեք ու եղբայրդ, սիրեք ու ընկերդ, սիրեք ու չորս կողմինդ, ինչպես ես ձեզ սիրեցի։ Վերջ, այստեղ են պիտի երևնա, եթե դու իր մեջն ես։ Սիրելը սել չէ այո ասել ամեն ինչին։ Սիրելը սել չէ ջբդալ գեղձավորությամբ։ Սիրելը սել չէ ես քեզ գսիրեմ Հիսուսի սիրով այդ խոսքերեն։ Ոչ, սիրելը սել է քայլել ինչպես Հիսուս քայլեց քո ընկերոջ հետ։ Օրինակ, ես ինչպես Հիսուս քայլեց այս աշխարհի մեջ եւ իր սերը ցույց տվավ իր խոսքերով, իր քայլերով, իր օրտությամբ, այդպես էսալ ապրիմ այս աշխարհի մեջ ցույց տալով այն սերը, որ իմ մեջն է, ոչ թե խոսքով։ Հիսուս չսավ մեգում ես քեզ գսիրեմ։ Բայց Հիսուս սեր էր։ Իր շարժում են ամեն ինչ երևցավ։ Իր խոսակցական են, իր հարաբերություն են, իր հարկանք են, իր թշնամիներու դիմաց նույնիսկ։ Հիսուս սիրո բառնացումն էր։ Եվ ինքը բնակի քո մեջ Սուրբ Հոգիով, ուրեմն դու խավարի մեջ չես։ Դու լույսի մեջ ես։ Եվ եթե լույսի մեջ ես, ինչպես այստեղ գսե, դու սիրող անձնավորություն ես։ Եվ այս պատվիրանքը ամենեն առաջին պատվիրանքն է, որ Տերը գուտակեց։ Եվ որ մեգումը գսիրես, իր լավության մասին կմտածես։ Այնքան լավության մասին կմտածես, որ չես թողնի, որ ինքը դժոխք երթա։ Ուրեմն ավետարանելու կսկսիս։ Հետևելու կսկսիս։ Նեղության մեջ է մեկը այնքան գսիրես, որ նեղության մեջ կաղոթես իր համար։ Կմնաս, կգոքնես, ցերկդ կերգնցնես։ Միան ֆիզիկական օգնության մասին չէ խոսքս։ Եվ որ մեկը գսիրե, առաջին բանը թիմացինին հոգևոր աճման մասին կխոսի։ Մենք շատ այնքան չենք սիրեր, քանի որ շատ ավետարանչություն չենք գներ, աշակերտություն չենք գներ մեր չորս կողմիներուն, Աստծո խոսքը չենք բերեր։ Գիտենք որ այդ մարդ այդ խոսքը եթե չունի, եթե Աստված չճանչնար ինքը պիտի մեռնի հավիտյանը Սավիդենից, բայց մեր վեճը չէ, կթողնենք, կսենք, թող ինք ապաշխարե։ Եթե գսիրես, ավետարան պիտի կարոզես։ Եթե գսիրես, մարդուն պիտի բերես խաչին առջև, որպեսզի փրկվի հավիտյանը Սավիդենից, դրախտի մեջ ապրի։ Սիրո նշան է։ Հիսուս անոր համար սեր դվավ, մերավ, սերը մարմնացում եղավ, որբեսի տուն եւ ես ապրինք։ Եվ ան որ իր եղբայրը գսիրե լույսի մեջ կփնագի ու իր մեջ քայթաղություն չգա։ Գուր եղբայրներ ահավասիկ եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ քայթաղություններ, ավելորդ բագաս խոսքեր, ինչու սիրո բագաս։ Եթե սերը լա քայթաղություն չլար։ Եթե սերը լա հարքան կլա, նվիրում գլա, վստահություն գլա, քայթաղություն չգա։ Եթե գսե լույսի մեջ է, սիրո մեջ է, քայթաղություն չգա։ Ինչպես լույսի մեջ կմտնե, երբ լույսի Աստվածը կընդունի Հիսուս Քրիստոսը։ Իր բադվիրանքները բայելով, զղջալով, ապաշխարելով, Հիսուսի գալով, խոսքը լսելով։ Եվ այդպես մարդը վերստին գծնվի եւ գսկսի քայլել Հիսուսի պես, ինչպես Հիսուս քայլեց այս աշխարհի մեջ։ Ինչ հրավ Հիսուս։ Սիրո մարմնացում էր։ Ուր որ էր, այնտեղ ամենեն լավը։ Երկնային ամենեն լավը փոխանցեց։ Եթե սեր ունիս, այդ տեսակ մարդ ես։ Գիտեք, շատերս երբեմն շեշտը գտնենք հոգևոր բաներուն վրա։ Շատերս կսենք այդ մարդը ապաշխարած չէ, այդ մարդը լեցուն չէ, այդ մարդը լավ չաղոթեր, այդ մարդը լավ չկարոզեր, այդ մարդը ասանք է, այդ մարդը անանգ է, օքեյ։ Դու ալ գադարյալ չես, այդ մարդն ալ գադարյալ չէ։ Բայց մենք կանչված չենք մարդկանց շտկելու, նախ կանչված ենք մարդկանց սիրելու։ Սիրելով ճշմարտությունը գսենք։ Սիրո մեջ գսե ճշմարտությունը ասեք։ Եվ սերը խոսքով չէ, քայլերով է։ Եթե գսիրես, կհետաքրքրվիս այդ մարդով։ Այդ մարդուն պատրաստ կլաս օգնելու, ոչ թե ցածապարտելու։ Ուրեմն քայթաղություն չկա, եթե սեր կա։
Չես կայտագվիր, երբ որ մեգումը գտեսնես, որ քեզ չփարևեց օրինակի համար։ Եթե գսիրես այդ մարդուն, դու չես կայտագվի։ Գսես վնաս չունի, մորցավ։ Ինչպես քո զավակը երբեմն արդու գարտնա, կովետ կանցնի եւ քեզի բարի լույս չսեր։ Ինչ կնե, գներվիս իր մե։ Գսես խերջը նոր կունեն արցանցա։ Պատճառաբանությունը գտնես, որ չներվիս։ Ինչու՞, քանի որ գսիրես։ Եթե գսիրենք, սիրելի քույր եղբայրներ, կայտագություն չկա։ Այս բանը դերը մեզ մեկը խնդրի։ Այս բանը դերը մեզ գսե։ Պերանացի սերերեն ես անցամ զզվերեմ։ Պերանացի խոսող, պերանացի ցևով քեզ գսիրեմ, իմ եղբայրս ես Քրիստոսով, չէ։ Ինձ ցույց տուր քո կորձով, որ դու լույսի մարդ ես։ Շատեր գսեն քեզ գսիրեմ, յետևեն կպամպասեն։ Էսի խավարություն է, էս լույսություն չէ։ Հալելույա։ Ան որ իր եղբայրը գադե, խավարի մեջ է, ու խավարի մեջ կքալե, ու չի գիտեր թե ուր գերտա, վասնզի խավարը անոր աչքերը գուրցուցեր է։ Ադել պար այստեղ, գիտեմ շատերս շատ չեն կործածեր, չեն գսեր, որ ես կադեմ այս մարդուն, բայց սիրելու հագարակն է։ Սիրո բագասը, Սուրբ Գիրքը գսե ադել։ Սերը նվիրում է, վստահություն է, իմ բաժինս կատարելն է։ Թեկուզ նույնիսկ եթե խապվիմ, ես իմ բաժինս կատարեմ։ Ադելը այս մագարտագեն բագասն է։ Ուրեմն երբ որ մեկը այդ սերը չունի իր եղբորը հանդեպ, վերստին ծնված եղբորը հանդեպ, եկեղեցին մեջ, նախ այդտեղին սկսենք, հետո փողոցի մարդկանց մասին խոսենք։ Այն մարդուն, որ դու գսես Քրիստոսով եղբայրս է, քույրս է, Հավիդյանս միասին պիտի ապրենք, այդտեղին սկսիր։ Եթե այդ մարդուն դու գսիրես, այդ մարդուն լույսի մեջ կհրավիրես։ Ամեն ինչ լույսի մեջ կլա։ Յետևեն չի խոսվիր։ Թախնի չի խոսվիր։ Հարցակողյան չի խոսվիր։ Եվ այսօր խնդիրը ադիգա է սիրելիներ, որ մենք գսենք թե լույսի մեջ ենք, բայց խավարի կորձեր գնենք։ Գսենք թե մենք կսիրենք, բայց այնքանալ չի։ Եվ ինչպես վերը գարտացինք, սդախոսենք եւ ճշմարտություն չկա մեր մեջ։ Եվ այդպես անցեր դիրոջ հետ կորձ չունի։ Նայեցեք, օրինակը մեր Հիսուսն է, սիրելիներ։ Անորմալ այստեղ կարևոր էր այս 6-րդ համար, ինչպես ինք քայլեց, մենք ալ այդպես քայլենք։ Օրինակը Հիսուսն է։ Հիսուսի օրինակը ինչպես սիրեց Հիսուս։ Ճշմարտությունը ասելով, բարձր լալով, արդար լալով, ուղիղ լալով։ Հիսուսի պես մենք կանչված ենք քայլելու, ինք լույս էր եւ մենք ալ լույս։ Ինք լույսի զավակ էր եւ մենք ալ լույս։ Ինչպես ինք քայլեց, մենք ալ այդպես։ Այս է բադվիրանքի մասին, մեկ բադվիրանքի մասին կխոսենք, որ մնացած բոլոր քայտագությունները կփակի։ Սեր, երբ որ գսենք սիրել, սել է արդարը լալ։ Եվ սիրո մեջ կա նաև նեղվածություն։ Երբ որ մեգումը սիրով արդարությունը գուզես ճշմարիտ ճիշտը խոսքը փոխանցես, գրնալ ալ մարդը չընդունի քեզ։ Եվ քեզի թշնամի անվանի։ Այո, շատ կան իմ հանդեպ կոնե։ Շատեր ինձի թշնամի անվանած են, ինչու՞, քանի որ մարդը գտնես շիլակ տեղը մարդը չընդունիր։ Ադի արդեն քո կորձը չէ։ Դու Աստծո առջև այդ մարդուն սիրել ես, պատրաստ ես միշտ ընդունելու, միշտ սիրելու, այդ պայմանով, որ մարդը փոխվի, շտկվի։ Մենք կանչված ենք մարդկանց ավետարանի մարդ դարձնել, ոչ թե կանչած ենք ընկերներ ունենալ։ Մեր նպատակը ընկեր ունենալ չէ, մեր նպատակը բարեկամներով այսպես ուրախ ապրիլը չէ, մեր նպատակը Քրիստոսավայել ապրիլն այս աշխարհին մեջ։ Ես իմ համար նախ կխոսիմ, հետո իմ ծառայությունը, մեր ծառայությունը մարդկանց ավետարանը սորվեցնելն է։ Հաջեցնելը չէ, սորվեցնելը։ Մեր եկեղեցիները լավ լինելու, լավ զգալու դեղ չէ, մեր եկեղեցիները փոխվելու դեղ է։ Անոնը շատեր այսպես լուրջ եկեղեցիներ են գերանան, ինչու, քանի որ այդտեղ միշտ կհանդիմանվին։ Գերտան այդպես եկեղեցի, որ իրենց գրնագը գկորեն, մեջքը գկորեն, այսպես հանգիստ, լավ գսկան իրենց։ Բայց նպատակը մարդ ունենալ չէ, նպատակը մարդ հաջեցնել չէ, նպատակը ուրախ ապրիլը չէ, նպատակը Քրիստոսագետրոն ապրիլն է,
իրպես ապրիլն է, որում մեջ կա շնորհք, ուրախություն, արդարություն, ցնծություն, այո, բայց կարևորը ճշմարտություն։ Խոսքի ճշմարտություն։ Լույսի մեջ, ոչ թե խավարի մեջ։ Գկրեմ ցեզի որդյակներ, վասնզի ձեր մեղքերը թողված են անոր անվան համար։ Համար 12։ Գկրեմ ցեզ հայրեր, վասնզի դուք ջանցակ զանիգա, որ սկիզբեն է։ Գկրեմ ցեզի երիտասարդներ, վասնզի դուք չարին հաղթեցիք։ Շարունակեմ, որ հետո միասին հավաքենք այս խոսքերը։ Գկրեմ ցեզի դղակներ, վասնզի դուք ջանցակ հայրը։ Գրեցի ցեզի հայրեր, վասնզի դուք ջանցակ զանիգա, որ սկիզբեն է։ Գրեցի ցեզի ով երիտասարդներ, վասնզի դուք ուժով եք եւ Աստուծո խոսքը ձեր մեջ կբնագի ու չարին հաղթեցիք։ Հովհաննես 3 տեսակ մարդկանց կգրե։ Երեխաներ, հայրեր, երիտասարդներ։ Երկու անգամ նույն բանը գսի։ Այստեղ մեկնաբանություններ շատ կան, բայց երբ որ լավ կգարթանք, գսե մեղքերնի թողված է, ջանցակ զանիգա եւ չարին հաղթեցիք։ Մեղքի թողություն, Աստված ճանաչում եւ հաղթություն չարին դեմ։ Հովհաննես մեզի այս կսե։ Եկեղեցին մեջ սիրելի քույր եղբայրներ, մենք ունենք կարևոր 3 բաներ ընելիք։ Առաջինը փրկությունը։ Կամ 3 բան քարոզելիք, եթե գուզեք։ Առաջինը փրկության քարոզությունը, որբեսի մարդկանց մեղքերը ներվի։ Ինչպես վերը գարտացինք, հորը բարեխոս ունենք, որ մեզ ներե մեր մեղքերը։ Եվ մանուկներն են, որ պետք է հասկանան։ Հոգևոր մանուկները պետք է հասկանան, որ մեղքեր կան, եւ այդ մեղքերը եթե չներվին դժոխք պիտի տան, ուրեմն փրկության գոչ, ավետարանչության գոչ։ Նախ մեղքերը ներու։ Երկրորդ կարևոր բանը, որ պետք է կարոզվի եկեղեցիի մեջ, Աստված ճանաչել, Քրիստոս ճանաչել, հասկանալ թե ով է Աստված։ Սաղմոս 89 գարտասին քիչ առաջ մեզ գսե ով է Աստված։ Ճանաչանք ով է մեր Տերը, հասկանանք սուրբ Գիրքը, ճանաչողություն։ Ճանաչողություն։ Պետք է սորվեցնենք մարդկանց ով է Հիսուսը։ Ճանաչնան մարդիկ մեր Տերը։ Եվ այսօր այս ճանաչնալու բագասով է, որ շատեր կգործվին եկեղեցիներուն մեջ։ Քանի որ չեն ճանաչնար ով է իրենց Աստված, ով է իրենց Հիսուսը, ինչպես սուրբ Գիրքը մեզ կսորվեցնե։ Իրենք լսած են, իրենց թերևս ծնողներ են, մեծ հայրիկներ են, մեծ բայրիկներ են, պատմություններ, նկարներ տեսած են եկեղեցիներու մեջ, բաներ մը գիտեն, բայց այն չէ մեր Աստվածը, մենք պետք է ճանաչողություն, հայրեր ըլլալ, հայր ըլլալ հոգևորապես, ըսել է ճանչնալ, սորվիլ, հասկանալ, սերդել, խորտածիլ, խոգալ Աստծո խոսքի վրա, ճանչնալ Տիրոջ խոսքը։ Հարց քեզի դու քանի անգամ օրական որչափ կգարտաս Տիրոջ խոսքը։ Քանի անգամ գարտացես Աստծո խոսքը։ Քանի անգամներ շեշտ կտնես Տիրոջ խոսքին վրա։ Հիմա եթե հարցնամ քեզ հիմա այս րոպեին ինչ բան կգարտաս սուրբ Գիրքեն։ Ինչ գեդի վրա շեշտ տրածես, ինչ բան կխոգաս, ինչ բան կմտածես։ Այս է մեծնալ հոգևորապես պետք ունենք մենք ճանաչնանք, հասկանանք խոսքը, ճանաչենք Աստված, ճանաչենք Որդին, ճանաչենք Սուրբ Հոգին։ Դեղդանք Սուրբ Հոգին, դեղդանք Տիրոջ խոսքին, դեղդանք Տիրոջը, որ մեր մեջ փնագի, ճանաչել։ Իսկ երրորդը հաղթել։ Դուք կսե հաղթեցիք չարին։ Ճանաչելով չի վերջանար։ Փոխվել պետք է։ Հաղթելս էլ է չարին, մեղքին, մեր վատ բնավորություններուն, մեր վատ մարդկությանը, մեր վատ մտածելակերպին, պիտի հաղթենք։ Անոր համար Սուրբ Հոգին եկավ։ Այստեղ աղոթքի կյանքը կարևոր է։ Բայկարի կյանքը կարևոր է։ Աղոթքով բայկար, Սուրբ Հոգիով լեցվիլ, որբեսի հաղթություն ունենանք մեր ամեն կապվածություններու դեմ, ամեն չարության դեմ, ամեն մեղքին դեմ։ Վերստին գծնվինք եւ Տիրոջ զավակը գտարնանք։ Կսորվինք Տիրոջ խոսք եւ գճանչնանք մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Իսկ Սուրբ Հոգիով լեցված կհաղթենք
ամեն տեսակ չարչարանքներուն, հարցագումներուն, նեղություններուն, բնավորության գիծերուն, մեղքին եւ այլն եւ այլն։ Ահավասիկ ինչ կսե երկու անգամ Հովաննես այստեղ մեզի։ Սիրելի քույր եղբայրներ, տեսակ ինչ կարևոր բաներ կան մենք։ Մեկ կողմ թողած եկեղեցական դարեթարց կդոնենք, ջամբարներու մասին կմտածենք ինչ քույնի աթոր առնենք եկեղեցին մեջ, ինչ գիտնամ կմտածենք ինչ ուտենք, ինչ խմենք, որ ծառայություն ունենք, ժողովուրդ, կարևոր բաներ կա այստեղ։ Նախ ապաշխարե, առաջին հավետարանը կարոզ է, մարդիկ բրգվեն, եկեղեցին միսիոնարական է, եկեղեցին գանգնած դեղ չէ, եկեղեցին երբեք շինություն չէ, եկեղեցին հարաճտիմություն է, եկեղեցին միշտ շարժողական է, եկեղեցին շենքերում մեջ այս ներողություն ինչպես եմ, այս ազգային սովորությունները եւ գրնամսել նույնիսկ գրաբաշտութենեն եկած սովորությունները մեզ գաբեցին շենքերու մեջ։ Եկեղեցին շենք չէ, սրբավայր չէ, եկեղեցին հարաճտիմության ժողովուրդ է, որ միշտ ավետարանը կարոզ է, նոր մարդիկ կավելնան, եւ գավելնան, եւ գավելնան, եւ գավելնան, եւ երբ որ գաբաշխարեն, գուքանդիրոջ խոսքը գսերդեն, եւ գսերդեն, եւ գսորվին, եւ գսերդեն, եւ գսորվին, եւ իրենց կարգին գերտան եւ գկարոզեն, միջ այդ սուրբ ոգիով լեցված գահախտահարեն ամեն տեսակի տևային աշխարհը, հիվանդությունները, գապվածությունները, մեղքերը, այս է որ եկեղեցին պիտի անե։ Եվ ոչ թե շենքերու մեջ հանգիստ նստինք, ամեն մեկը իր անգույն ունենա աթոռներով եւ իր բարձերով, նստի շենքի մեջ եւ սպասե որ հովիվը կամ կահանան իր կորձը անե, վերջացնե թողեն երթան դուն։ Այս եկեղեցի չէ, այս գրաբաշտություն է։ Անոր համար է որ մենք սուրբ գիրքը գարտանք, կհասկանանք որն է կարևորը կարևորեն։ Չեմ ասել մեկտեղ հավաքվելը եկեղեցաշենքի մեջ մեղք է, այդ չեմ ասել, բայց շեշտ այդտեղ տնելն է մեղքը։ Շեշտը շենքի վրա, շենքը, ժողովուրդ շեշտը այստեղ է։ Ավետարանչություն, սերդողություն, հաղթություն։ Ավետարանչություն, Տիրոջ խոսքը սերդելը, սորվեցնել եւ հաղթել, հաղթահարել եւ հառաջ երթալ։ Այս է, որ Տերը մեզ կսորվեցնե։ Այսեք շատ բարձ մի քանի համարներում մեջ մենք կսորվենք, սիրելի քույր եղբայրներ, եկեղեցին հավատացյալին ճշմարիտ թիրքը, հավատացյալին ճշմարիտ թիրքը։ Ուրեմն ժամանակ չգործընծնենք երկրորդական բաներով, կանք շիդակ տեղ։ Մեր դուները դառնան եկեղեցավայր։ Այդտեղ հավաքվին մարդիկ, այդտեղ սորվին Տիրոջ խոսքը, այդտեղ քայլեն Տիրոջ խոսքին մեջ։ Չսպասենք գիրագի, չսպասենք ինչ գիտնամ ամիս է ամիս, այլ ամեն օր դառնանք այս տեսակի հավատացյալներն են, որ գճանչնան Աստված եւ անոնց մեջ Աստծո սերը գադարյալ ինչպես քիչ առաջ կարդացինք։ Գտեսնեք ուրդեղ են ուրեգանք։ Ան որ գսես գճանչնամ Աստված, պիտի քայլի այդ լույսի մեջ։ Որն է այդ լույսը։ Այս ավետարանչություն, Աստծո խոսքի սերդողությունը եւ քարոզչությունը եւ Սուրբ ոգիով հաղթությունը։ Ուրեմն Տերը մեզ թող օգնե, որ այդպես քայլենք։ Եվ հիմա ճիշտ այս խոսքեն վերջ։ Նայեցեք ինչ կսե։ Մի սիրեք աշխարհը։ Հավասիկ խնդիրը։ Հովանեսի օրով արգային մեր նման հավատացյալներ, այսպես հանգստավետ ապրողներ, աշխարհին հետ համացայնություն ընողներ, փոխզիջումներու մեջ քայլող հավատացյալներ, մեղքի հետ խաղաղություն ընողներ, մեղքի հետ ընկերություն ընողներ, աշխարհի հարստության յետևեն վազողներ, աշխարհային համակարգի մեջ այսպես փնդրողներ, մարդիկ, որ իրենց լավ գտնեն աշխարհային սկզբունքներուն մեջ, աշխարհային դեղերու մեջ իրենց լավ գսկան, այդ մարդիկը չեն գրնար այս երեք բաներուն մեջ կատարյալը լալ, ավետարանչությունը, Տիրոջ խոսքի սերդողությունը եւ խոգումը եւ Սուրբ ոգիով քայլելու զորությունը։ Անորմալ Հովանես կսե մի սիրեք աշխարհը։ Սիրեք ընկերը, սիրեք Աստված, բայց ոչ աշխարհը։ Ոչ ալ ինչ որ աշխարհի մեջ է։ Անշուշտ որ գսե աշխարհը, ուշադիր եղեք, այստեղ խոսի աշխարհի սկզբունքի մասին։ Ոչ թե աշխարհի երկրակունքը։ Մենք կանչված ենք մեր երկիրները բահել, սիրել, խաղաղություն ունենալ, այո։ Մենք կանչված ենք մեր քաղաքներում մեջ ամեն ինչն էլ որ ամեն ինչ լավը լա, մեր հարևանության հետ, այո։
Եվ որ գսեմ միսիրեք աշխարհը սեր աշխարհի սկզբունքը, աշխարհի նորույթները, աշխարհեն եկած մեր հրաբուրիչ ուղղությունները, այն բաները, որ աշխարհային համակարգով մեզ կհրաբուրեն, որ մենք ուրիշին պես լանք, անունի մենք ալ ունենանք, ինքը այդպես է, ես ալ ասանք, ինքը մեծ արավ, ես ավելի մեծ առնեմ։ Քույր եղբայրներ, ուշադիր եղեք։ Մանավանդ անոնք, որ մեր մեջ քիչ մը տրամ ունին, քիչ մը հարուստ են, ուշադիր եղիր։ Չլա թե քո աշխարհդ, քո այդ հարստությունը քեզ գլե։ Մենք ուրիշ կորձ ունենք գնելիք։ Եթե վերստին ծնված ես, դու ուրիշ կորձ ունես գնելիք։ Էսել չէ որ հարուստը լալը մեղք է, ադալ չմսեր։ Էսել չէ որ լավ դեղ դուն ունենալը մեղք է, ադալ չմսեր։ Բայց անոր յետևեն վազելը սիրելն է խնդրեմը։ Այս ունենանք, այդ ունենանք, այսպես ունենանք, այդպես ունենանք, այսպես լա, այնպես լա եւ գգորսվի մեր կոչումը։ Մենք կանչված ենք մեղքերը ներելու մարդկանց, կանչված ենք Աստված ճանաչեցնելու մարդկանց եւ կանչված ենք հաղթահարելու սատանայի գործերու դեմ։ Ուրիշ նպատակ չունիս։ Հիմա հասկացաք սիրելիներ, ինչու 2000 տարի է եկեղեցին գգաղա, քանի որ այսօր եկեղեցի մեծամասնությունը ավելի աշխարհային սկզբնական բաներու յետևեն գերտան, քան թե հոգևոր հիմնական մարդը սիրելու, մարդուն գողքին լալու, մարդը պարզացնելու։ Եկեղեցիներ կան $100 դոլարներ, եվրոներ գտնեն, որ իրենց եկեղեցի մեջի պաստարը վերջին նորույթ պաստարը լա։ $1000 դոլարներ գտնեն, որ իրենց պաստարը վերջին նորույթը լա ժողովուրդ։ Ուր գերտանք։ Ուր գերտանք։ Եվ այդ եկեղեցիի մեջ մարդիկ սովամահ գմերնին, հոգևոր հոգադարության պետք ունին չգա։ Ուր գերտանք։ Սիրել մարդը այս առաջին պատվիրանքն է։ Եվ քանի որ գսիրես, ավետարան կարոզես որ փրկվի։ Տիրոջ խոսքը ուսորվեցնես որ մեծնա, եւ իր հետ կմայքարիս որ իր մեջի եւ քո մեջի եւ մնացած բոլոր մեջի վատ բաները դուրս գան։ Եթե սեր ունիս, այս ուղղությամբ կերտանք։ Մի սիրեք աշխարհը ոչ աշխարհի մեջ ինչ որ գա։ Եթե մեկ աշխարհը գսիրե համար 16 անոր ներսիտին հորը սերը չգա, քանզի ամեն բան որ աշխարհի մեջ է։ Նայեցեք ինչ կսե, ան որ աշխարհը գսիրե, եթե մեկ աշխարհը գսիրե, հորը սերը չգա։ Ինչ խոսք է զորավոր։ Աշխարհը սիրելը հորը սերը չգա։ Գտեսնեք որքան սուր է Հովհաննեսի խոսքերը։ Չգա մեջտեղի ջամփա, չգա միջին, գամ աճ, գամ ցախ, գամ կատարյալ մեջն են Քրիստոսի, գամ չէ։ Եվ եթե այնտեղ գտեսնես դու քեզ որ աշխարհի բաները քո մեջ ավելի են քան թե ավետարանի խոսքերը, ապ աշխարհը շուտ հարցի է գոր։ Քանի որ գսե հորը անոր ներսիտին հորը սերը չկա, քանզի ամեն բան որ աշխարհի մեջ է, մարմինի ցանկությունը, աչքերու ցանկությունը, այս կյանքի անպարտավորությունը հորմեն չեն։ Եվ որ աչքդ գցանգա, ինչպես ասի այս բան ունենամ, այն բան ունենամ, այս կյանքի անպարտավորությունը ասել է, եթե այս բան ունենամ, լավ գզկամ։ Ես ինձ ավելի լավ գզկամ, եթե այս բանը ունենամ, եթե այս բանը ըլլա։ Անպարտավորություն է, հպարտությունը գուքա այս աշխարհի քո դունային շենքերով, կամ տրամներով, կամ օտոներով, կամ մեքենաներով, կամ եւ այլն։ Եվ որ դու աշխարհի բաներով գսպաղվիս, պիտի հպարտանաս եւ որ այդ աշխարհի բաներեն ունենաս։ Պիտի ցույց տաս։ Նայեցեք, ես այս ունիմ, ես քեզ մը ավելի լավ է իմս։ Դերևս չես ասեր, բայց սրդիդ մեջ կսես մերին ավելի լավ է։ Անոմա գնախնդրեմ քիչ ունենալ, փոքր ունենալ, բզդիկ ունենալ, որ չհպարտանամ, ինձ մե ավելի ունեցողներ թողլան, որ ես ուրախ լամ եւ չլա թե ես օրը ասեմ, որ իմս իրենց մե լավ է։ Հովիվները, սիրելի քուրիախբայրներ, պետք է վերանայեն իրենց դուները, պետք է վերանայեն իրենց ունեցածները, պետք է վերանայեն ամեն ինչ, թե իրենք ուր են։ Աշխարհի անպարտավորության, կյանքի անպարտավորության մեջ են կամ չէ։ Ինչպես տրամ գծախսեն։ Շատ հովիվներ կան գլսեմ, գսեմ մենք հովիվ ենք, պետք է մեզի ամենեն լավը լա։ Կներեք, բայց ես այդ ուղղությամբ չեմ տեսներ հարցը։ Աշխարհի անպարտավորությունը
ցանկությունը եւ այս կյանքի անպարտավանությունը հորմեն չէ, հապա այս աշխարհն է։ Համար 17-ը աշխարհն ալ պիտի անցնի, անոր ցանկություններն ալ պիտի անցնին, բայց անոր Աստծո կամքը կգադարե պիտի մնա հավիդյան։ Ահա վասիկ նորից եկանք այն գիտին։ Աստծո կամքը, Աստծո խոսքը, Աստծո մեջ, լույսի մեջ իր պատվիրանքները բահել։ Այո, այն մարդն է հավիդյան մնացողը, ոչ թե գես առ գես։ Լույս ասել խավարի մեջ ապրիլ։ Աստված գճանչնամ ասել եւ խավարի մեջ ապրիլ։ Սխալ ջամփու մեջ ապրիլ։ Աշխարհի սիրո մեջ երթալ, աշխարհային բաներու մեջ ապրիլ։ Այս մարդը հավիդյան բիդի չմնա։ Բիդի անցնի աշխարհը եւ աշխարհի ցանկությունները եւ աշխարհի մեջ եղած այդ բաները, որ մենք կտեսնենք։ Փառք Տիրոջ ինչ որ ունիս, բայց չգապվիս այդ բոլորին։ Անցողական են, մի ուզեր ավելին։ Ապրիր ինչ որ դերը գուտա, եթե դերը գուտա քեզ ավելին թողնա, խնդիր չէ, բայց աշխարհի սերը չունենաս մեջդ, աշխարհի սիստեմներու մեջ մտնելու սերը չունենաս։ Քանի որ պիտի անցնին այս բոլորը, մենք ունիշ կորձ ունենք գներիք, հոգիներ բրգելու կորձ ունենք, հոգիներ Աստծո խոսքը սորվեցնելու կորձ ունենք։ Մենք չենք խարդվիր այս կամ այն կորձերը մերը չէ, թող ասկային մարդեր ասկային բաներով սպաղվին, մշակութային մարդերը մշակութային բաներով սպաղվին, մեր կորձը չէ, մենք հոգիներ բրգելու նպատակ ունենք։ Այս է որ դերը մեզ կսորվեցնե, այս է իր պատվիրանքը, որում մեջ պետք է քայլենք։ Ուրեմն թարնանք, սիրելի քույր եղբայրներ, թարնանք եւ ապաշխարենք։ Վերանայինք մեր առաջնագարքը, շտկենք մեր նպատակները եւ քայլենք շիտակ ջամփու մեջ։ Կյանքը գարջ է, անցողական է, պիտի անցնի։ Այն չաբալ պիտի չմնաս այստեղ։ Ինչ որ ունիս, եթե դերը դված է քեզ հարստություն, պարքև, տաղանդ, Փառք Հիսուսի, կորձած է հոգիներ բրգելու համար։ Կորձած է հոգիներ բրգելու համար։ Մեկ ռեստորան բագաս կնա այդ փողը դիր ավետարանչության համար։ Մեկ կորձ բագասր է, մեկ ինչ գիտնամ նորույթ եմ բամը քիչ քնե եւ ադոր դեղը տուն մեգումը դուր կամ այդ տրամը ավետարանչության դիր, որ մարդիկ ավետարանչություն ունեն։ Եվ եթե շատ տրամ ունիս, ղրգե մեզի։ Մենք գիտենք ինչպես կկործածենք այդ տրամը։ Շատ բացահայտ կխոսիմ, գասկած վախճունիմ կավ ես գիտեմ ինչ կդեմ։ Ղրգե մենք այդ ավետարանչության, այդ տրամ ավետարանչության կկործածենք եւ շատերուն օրտություն կլա հոգիներ բրգելու։ Եվ գսեմ ցեզի այս օրերը արդեն մեր ծառայություն ճշմարտության խոսքը սկսենք մտածել վերանայիլ մեր ամբողջ մեր ընթացքը, որպես իսկապես աշակերտության վրա շեշտը տրվի, աշակերտություն, հոգիներ բրգել, մարդիկ բրգվին, ես քեզի դու ուրիշին, մյուսին եւ շատեր բրգվին այս աշխարհին մեջ։ Եվ Սուրբ Օքի գրագով լեցվին, բացվին Սուրբ Օքի գրագին, Սուրբ Օքին դպնա, մաքրե, սրբե, որովհետեւ մենք ապրենք, քայլենք, ցերծնենք, հոգիներ բրգվին, բժշկվին, օրտնվին, սատանաները դևերը վրընդվին, Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվի եւ իր թակավորությունը երթա առաջ։ Այս է մեր նպատակը։ Ուրեմն աշխարհի մի սիրեր, անոր մեջ եղածները մի սիրեր, Պերանացի մի սեր, որ հավատացյալ ես, կամ մեջն ես, կամ մեջը չես այս կորձին։ Չեմ գրնար քեզ համոզել, կամ մեջն ես, կամ սիրտդ մեջն այս ծրագրին, կամ մեջը չես։ Իմ քարոզներով չէ որ դու պիտի փոխվիս։ Ուրեմն մտածե գարտա այս համար, երկրորդ գլուխ առաջին 17 համարները։ Գարտա այս քարոզը, այս ավելի սերդողությունը մեկադա գլսես։ YouTube-ի վրա մի քանի վարգան վերջ կտրվի։ Լսե, փոխանցե, լսե, քրիար, մտածե, զղջա, Տիրոջ առաջ եկուր։ Չենք կրնար այսպես շարունակել։ Դերը նպատակ ունի եւ մենք չենք կարող այդ նպատակը գանտնեցնենք մեր հանգստի պատճառով։ Հալելույա, օրհնյալը լայ Սուրբ անունը, ուսամ այսօրվա մեր այս խոսակցությունները քեզ օգնեց եւ մանավանդ արտնցուց քո հոգեվոր քունեն հանգստեն եւ դերևս նայված կփոխվեցավ առաջնագարկը։ Եթե գուզեք այս թեմայով իմ հետս անստապ իմ հետս խոսիդ գապնվեցեք իմ հետ։ Եթե ծեր երկիրներու մեջ, քաղաքներու մեջ խումբեր կան, որ գուզեք որ իսկապես ավետարանչությունը, աշակերտությունը երթա առաջ, գապնվեցեք իմ հետ։ Կգազմագերբենք բամը եւ այդտեղը կսկսենք աշակերտության նոր սիստեմա։ Իր парքին համար։ Քու միջոցով շատեր պիտի բրգվին։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը, հիմա եւ միշտ հավիտյան գաբի մեջ կլանք, ուրեմն եկեք լսենք այս երգը եւ փառավորենք մեր Տերը, որ երկնքն է։
Okay. Ուզես ազատ լինել մեղքի բերից, մեծ օրություն կա, Սուրբ Արյանը գրվապյուրից, մեծ օրություն կա Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, անգին Արյան մեջ, ուզես ազատվել անձից հրպարտ, մեծ օրություն կա, Սուրբ Արյան մեջ, եկ խաչի մոտ լրվածին իր Արյան, մեծ զորություն կա Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, անգին Արյան մեջ, Ուզես լինել ինչպես ձյունը սպիտակ, մեծ զորություն կա, Սուրբ Արյան մեջ, մեղքի բիծեն կկորչեն Արյան տակ, մեծ զորություն կա Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, անգին Արյան մեջ, Ուզես Իսուս արքային ծառայել, մեծ զորություն կա, Սուրբ Արյան մեջ, ուզես կյանքով Սուրբ անունը գովել, մեծ զորություն կա Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, Արյան մեջ, զորություն կա, մեծ և հրաշալի կառնուկի, անգին Արյան մեջ, Ամեն եւ ամեն փառքը մեր կառնուգին լա հիմա եւ միշտ հավիդյան զորություն գա եւ այդ զորությունը դեր քեզ համար է իմ համար է հանցնի իրոջ իրեն լա փառք հիմա եւ միշտ եւ հավիդյան Հիսուսյանով գաղութենք դեր այս խոսքերը որ դրվեցավ յանք բերեն մեր սիրելի քույր եղբայրները որ հետևեցան ինգածները բարձրանան հիվանդները բժշկվին կապվածությունները քանթվին Հիսուսյանով որբեսի ով դեր ամեն մարդ տեսնե որ դու քո խաչը եւ հարությունը դեր իրավաստություն ունի բժշկելու, ներելու եւ տևերը ազատագրելու Հիսուսի անունով դու փառավորվիր հայր։ Ես գբերենք մնացած մեր ժամերը, օրերը, վարգյանները, որ մեզ սորվեցնես քո խոսքի զորությունը բահենք եւ գետրոնանա մեր կյանքը քո մեջ։ Հիսուսի անունով փառավորվիր։ Հիմա եւ միշտ հավիդյան հալելույա։ Ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ արադաբես օրտնե, սիրելի քույր եղբայրներ, մենք Աստված ուզեք անտիպին իրար հետ Կալ շաբաթ եթե դերը գամի նույն ժամուն նույն ալիքին վրա համբույրներով ցտեսություն